Այսօր երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Այսպիսի պատարագ տարին 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոների նախատոնակին։ Ընթերցվածքներ են լինում, մարգարեական ընթերցվածքներ, առաքելական թղթերի ընթերցվածք, վերջում ընթերցվում է Դանիելի մարգարեի թողը, որը Սուրբ Բեմից է ընթերցվում 3-4 սարկավակներով հանդիսավոր, որից հետո արդեն փակ վարագույրը բացվում է եւ սկսում է ճրագալույցի Սուրբ պատարագը։ Ճրագալույցի պատարագով ավարտվում է ավագ շաբաթն ու մեծ պահքը։ Պահեցողությանը 48 օր հետևած հավատացյալները պատարագի ավարտին հաղորդություն են ստանում։ Եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում եւ տանում իրենց տները լուսավորելու Քրիստոսի լույսով։ Մոտ 12 տարի Նավասարդ Սրբազանի օրհնությամբ եւ աջակցությամբ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամներն իրականացնում են Հարության ավետիս խորագրով կանթեղներով երթը եւ Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա ձևավորում հայոց մշակութային գանդարանից որևէ խաչ ու աղոթում։ Հանրապետության քարե գորգի վրա ձևավորում ենք մեր սրբություններից հիմնականում խաչ, բայց եղել է որ գեղարդնել ենք Սուրբ Աստվածամուխ գեղարդնել ենք կազմել այդ գորգի վրա, անցած տարի մենք արեցինք Աշոտ Երկաթի բանակի խաչը։ Այս տարի շատ գեղեցիկ ձևավորել ենք, անակնկալ եմ անել։ Սուրբ ճրագալույցի պատարագն ավարտվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսով։ Եկեղեցում վառված կրակը ձեռքին հավատացյալները այս երեկո այցելում են միմյանց տները եւ փոխանցում Տիրոջ Հարության ավետիսը։ Քրիստոս հարիավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Կիրակի առավոտյան արդեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագ է, հնչելու է հայրապետի զատկական պատգամը։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։